ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։ Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե իհարկե մեզ բոլորիս հետ արկում է այս բանակցությունները, որ գնում են Միացյալ Նահանգների, Եվրոմիության եւ Ռուսաստանի միջեւ, եւ ես Արմեն ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, իհարկե դետալներ չկան, բայց չկան հասկացած զիջումներ հիմնականում Ուկրաինայի կողմից են լինելու, ես ոչ մի նշում չտեսա այնտեղ Ռուսաստանի կողմից, բայց կարծես թե ուկրաինական կողմը այդքան էլ դեմ չի, իմ տպավորությունը գոնե այդպեսին է։ Մեզ բանարա ինչ է կատարում օտարապես, ինչ է մանրամասն ասեմ, այդպես չի իրականում։ Ուղղակի տեսեք, որպեսզի մեր հետևորդները հասկանան, ուրեմն եկեք բաժանենք մի բան, ինչու է այս աղմուկը բարձրացել։ Նախ սկսենք նրանից, որ աղմուկը բարձրացել է, որովհետև առաջին արտահոսած փաստաթուղթը ամենայն հավանականությամբ ամենաառաջին, որը մի լրագրող է հայտնի, ուրեմն կարծեմ, եթե չեմ սխալվում, կներեք Բլումբերգի կարծեմ լրագրողներից չեմ սխալվում, ուրեմն արտահոսք է տվել եւ այնտեղ հիշում եք, որ խոսակցություն կար, որ Ստիվ Ուիտկոֆը տակը կոմենտ է գրել, հետո ջնջել է ու ֆիքսել են այդ կոմենտը, որ այնտեղ մոտարապես միտքը են եղել, որ դա K-ի տարբերակն է։ Ինչի տարբերակը։ K-ի, տենց է կես K-ի։ Okay. Ինչ նշանում որ ինչ է։ Կիրիլ Դմիտրիևի մասին է խոսքը ենթադրաբար, բոլորը գուշակում են, այնպես չի որ մեկ հստակ գիտեն, հա։ Հետո բնականաբար այդ պլանը աշխատվել է, հիմա այնքան տարբեր արտահոսք կա, այնքան տարբեր մանիպուլյացիաներ կան, որ պետք է հստակ հասկանալ մի բան։ 28 կետանոց պլանը արդեն հայտնի է, մանրամասն, բոլոր կետերը կան։ Ես կարդացել եմ, ուսումնասիրել եմ այդ ամբողջ կետերը։ Բայց իսկ սկզբնական տարբերակում եղել են մոտարապես պայմաններ, որոնք անգամ հիշեցրել են Ստամբուլյան բանակցությունների, որոնք են ամենասկզբից պատերազմը, որ սկսեցին ստորացուցիչ պայմանների եւ այլն, հա։ Բնականաբար դա իրականության հետ կապ չուներ, Վիտկոֆը փորձել է ասել, ենթադրում եմ, փորձել է ասել, որ դու սխալ տարբերակ ես հրապարակել, սխալ տարբերակը արտահոսք եղել։ Բայց պետք է մի բան հասկանալ, որ հիմա արտահոսքեր տեղի են ունենում բոլոր կողմերից եւ միտումնավոր իդեպ ասեմ։ Եվ չի բացառվում, որ ուրեմն ռուսներն են արտահոսք արել։ Նու, չէ, ես լրագրողի պարկեշտության վրա չեմ կասկածում, փաստաթուղթ անգել ձեռը հրապարակել է, ասինքն տվյալ պարագայում լրագրողը չի մեղավոր։ Ուղղակի տարբեր տիպի արտահոսքեր կա հիմա կան, որ Ուկրաինան իր նպատակով ինչ որ արտահոսքեր է կամ որ падգամավորներին մեղադրում, ասենք, որ իր կողմից է ինչ որ արտահոսք եղել է, բնականաբար Զելենսկին հատուկ ուրեմն այնպիսի ելույթ ունեցավ, որը լրջագույն փոթորիկ առաջացրեց ամերիկյան լրատվական դաշտում եւ որը անհարմար վիճակի մեջ դրեց Տրամփում եւ իդեպ խոսակցություններ կա, որ ամերիկյան պատվիրակությունը Ժնևում շատ հենց բարկացած է եղել, այսպես ասենք գրգռված է եղել հենց այդ հանգամանքից, որ Զելենսկին կարողացել է փոթորիկ առաջացնել, ուրեմն, բայց որpիսի մենք հասկանանք ճշմարտությունը, պետք է մենք բաժանենք, այսինքն մենք որպես չեզոք դիտարկենք ուրեմն արդյոք սա Ռուսաստանի ուրեմն շահավետ պլան էր Ռուսաստանի համար, թե կապիտուլյացիա Ուկրաինայի համար, թե իրականում սա պարտություն է Ռուսաստանի համար, չեզոք դիտորդի համար, հա, եւ մենք պետքա բաժանենք թե ինչ որ առումով, այսինքն մեծ հաշվով ոչ ոքի հոգուտ Ուկրաինայի, այսպես ասենք, հա, ցավալի կորուստներով երկկողմանի, բայց բնականաբար շահում է Ուկրաինան, հիմա կասեմ ինչու։ Եվ մենք պետք է մի բան դիտարկենք, երբ որ ուկրաինացիները աղմուկ են բարձրացնում, իրենք արդար են, որովհետև իրենք 4 տարի պայքարում են, իրենք պայքարում են Եվրոպայի անվտանգության համար, իրենք պայքարում են Հայաստանի անվտանգության համար, հետխորհրդային երկրների անվտանգության համար եւ անկախության համար, ովքեր ուզում են լինել անկախ։ Եվ կաթիլային օգնությունը, ժամանակին օգնություն չտալը, ոչ բավարարչափ աջակցությունը, սենց անդադ խնդրելով 4 տարի, հա, ընկած դռնեդուր Զելենսկին կոպեկ հավաքում է, եթե սկզբից ճիշտ քանակությամբ աջակցություն ունես, պատերազմը կարող է եւ ավարտված լինել, հա։ Հետեւաբար Ուկրաինայի կորուստները ցավալի եւ բնականաբար Ուկրաինան ուզում է ավելի լավ պայմաններ իր համար, որպեսզի մենք հասկանանք ինչու էսպիսի աղմուկ բարձրացավ, հա։ Մի քիչ արի հստակեցնենք, էլի, որտեղ ինձ համար էլ եւ մեր հեռուստադիտողների համար։ Օրինակ ես կարդացի, որ Լուգանսկի եւ այլն Ղրիմի շրջանները տալիս են, այո,
երկրորդը Չեն տալիս, այսինքն Ռուսաստանը վերահսկողության տակ է թողնում, բայց գրված է դե ֆակտո։ Լավ, հա, նաև ասում են, որ ՆԱՏՕ-ի անդամ պիտի չդառնա եւ որ պիտի շատ որոշակի քանակությամբ զորք ունենա։ Այո։ Դրա դիմաց տալիս են Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների գարանտիան, որ իր վրա անվտանգության գարանտիան։ Ճիշտ է։ Լավ, Ռուսաստանը ինչա տալիս, որևէ կետ կա, որ Ռուսաստանը ինչ կոնկրետ էլի։ Նախ ամերիկյան ներկայացուցիչը, որ ասում են J.D. Vessingers-ն է, որը Ուկրաինայում էր, զինվորական, ասում են փոխանցել է առանձին փաթեթ, որի մասին հայտնի չէ ինչ է այդ փաթեթում, առանձին երկրորդ փաթեթը ամերիկյան երաշխիքներով։ Հիմա հայտնի չի թե ինչ կոնկրետ երաշխիք է տալիս Ամերիկան, բայց ձեր կետերին անդրադառնանք, որ շատ կարևոր կետեր էր։ Ուրեմն տեսեք, տարածքները Ռուսաստանը 5, եթե չեմ սխալվում, շրջան էր գրել իր սահմանադրության մեջ։ Նա ինչա տեղի ունենում։ Դոնեցկը, Լուգանսկը եւ Ղրիմը ֆիքսվում է դե ֆակտո, ոչ թե դե յուրե։ Ոչ թե դե յուրե։ Դե ֆակտո ճանաչվում է որպես Ռուսաստանի տարածք։ Դե ֆակտո, բայց հիմա էլ է դե ֆակտո դեղ են, չէ։ Իսկ դե ֆակտոն, հա, դե յուրե այնտեղ չեն։ Դե յուրե այնտեղ չեն։ Այնտեղ իդեպ սխալներ է կար, որը ենթադրում հիմա ասում են, որ կրճատվել է այդ համաձայնագիրը։ Հիմա տեսեք, այսինքն միջազգային իրավունքով, սա նաև եվրոպացիներն են դեմ սրան, այսինքն օֆիցիալ չի ճանաչվում Ռուսաստանի տարածք։ Դե ֆակտո, բայց ոչ դե յուրե, սա կարևոր հանգամանք է։ Տեսեք, ՆԱՏՕ-ի անդամ դառնալը իսկ ով էր պատրաստվում Ուկրաինային ՆԱՏՕ վերցնել։ Ոչ մի հեռանկար չկար ՆԱՏՕ-ի Ուկրաինայի եւ avելին ասեմ, հիմա փոխվել է աշխարհը, ՆԱՏՕ-ն տեսակ անօթաչուները մտան Լեհաստան, Ռումինիա, ՆԱՏՕ-ի արձագանքը բոլորին հիասթափեցրեց եւ ըստ էության հենց ՆԱՏՕ-ի մեջի երկրների հակասությունները Թուրքիան չի, Ամերիկան չի վստահում Թուրքիային, հա, հիմա հատկապես Իսրայելի հետ լարվածության ֆոնին ավելի չի վստահելու Թուրքիային, Հունգարիան ինչ որ առանձին քաղաքականություն է բարում, միասնականություն չկա, Իսպանիան հրաժարվում է 5% սարքել։ Դուք տեսեք իրականում ինչ է կատարվում ՆԱՏՕ-ի ներսում։ ՆԱՏՕ-ն, եթե շատ արագ հիմա չվերափոխվի, ինքը այս պահի դրությամբ գործունյա կառույց չի։ Եվ միշտ էլ այդպես է։ Այ, չէ, միշտ չէ։ Այն ժամանակ որ ստեղծվեց, ինքը բավականին լուրջ այսպես հակազդեցություն ստեղծեց Սովետական Միությանը։ Այսինքն ՆԱՏՕ-ի պահը շատ ավելի հոգեբանական պահ էր, այս իմաստով։ Եվ մեծ հաշվով Ուկրաինան հիմա սկսում է բազմաթիվ երկկողմանի եւ արդեն սկսել է այդ գործընթացը երկկողմանի կարևոր անվտանգային պայմանագրեր կնքել, այսինքն Ուկրաինային չի արգելվում ռազմական պայմանագրեր կնքել առանձին երկրների հետ, նույնը Միացյալ Նահանգների հետ։ Եվ իդեպ ասեմ, այս մասը ավարտենք։ Անվտանգության որպես երաշխիք, կարծես թե առաջարկվում է մի փոքրիկ արտահոսքավորը հարց է ճիշտ է թե չէ, բայց քննարկվում է, որ ոնց որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև տարբերակն է, այսինքն Ուկրաինայի վրա հարձակման դեպքում ինչ որ ՆԱՏՕ-ի 5-րդ կետի նման մի կետ պետք է տրվի։ Բայց Ուկրաինան 2 անգամ այդպես խաբեցին, չէ՞։ Դե 2 անգամ, մի անգամ ասեցին, որ ատոմային զենք չունենաս, մենք ձեզ բանենք տալիս ապահովության։ Հիմա եթե ինքը ՆԱՏՕ չի միանում ու զորքել չեն թողնում հավաքի, մի տարի հետո Ռուսաստանը որ հարձակվեց, ինչ են անել այդ խնդրանք, բայց հուշագիր էր Բուդապեշտի մեմորանդումը, հուշագիր էր, տարբերություն կա։ Հիմա Միացյալ Նահանգների հետ առաջարկվում է կնքվել կոնկրետ այնպիսի պայմանագիր։ Բա ադմինիստրացիան կփոխվի, Ամերիկայի օրինակ եմ ասում, ու այդ ամեն ինչը կարող է։ Ընդ որում, հա, 10 տարի ժամկետով, եթե չեմ սխալվում։ Ինչևէ, հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չմիրչյանյան։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։
Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ, Արմեն մեզ շատ քիչ 3 րոպե ժամանակ է Դա մենք շաբաթվա ընթացքում երեք հնարավորություն կունենանք խոսելու, ես արագ կետերի մասին, ես ձեզ հետ ինչ որ դուք ասեցիք նախորդ մասի վերջում, ես ձեզ հետ համաձայն եմ իրականում, որ այդ ոչ մի բանը ամենամեծ անվտանգության երաշխիքը դա ուկրաինական բանակն է, որը Ռուսաստանը փորձում է սահմանափակել, բայց այստեղ եկեք տարբերություն հասկանանք։ 4 տարի առաջ Ռուսաստանը պահանջում էր, որ Ուկրաինայի բանակը լինի 85000, ուկրաինական ցանկացած զենքի տեղակայումը իրենք իմանան եւ զորքի տեղակայումը իրենք իմանան։ Հիմա միակ սահմանափակումը ուկրաինական բանակը պետք է դառնա 600,000։ Խաղաղ ժամանակ ուկրաինական բանակը եղել է 200,000։ Այսինքն եւ գումարած տարբեր հասարակական կազմակերպությունների ոստիկանության ներքին զորքերի միջոցով Զելենսկին պահանջում էր պատերազմից հետո եվրոպական գործընկերներից ֆինանսավորել, որ Ուկրաինան կարողանա պահի 800,000-անոց բանակ։ Այսինքն շատ հանգիստ այդ 200,000-ը կարելի է հասարակական, այսինքն ավելի շատ երևույթն է ստեղ սահմանափակելու ստորացնող, քան բուն երևույթը, որտեղ 600,000 Թուրքիան կանոնավոր բանակ ունի, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է 500,000-անոց բանակ ունի, իսկ ուկրաինական բանակը ավելի մեծ անելու, քան թուրքական բանակը։ Դրա համար եկեք այդ կետը ուղղակի ավելի շատ Ռուսաստանին ռոպագանդիստական ինչ-որ կուտ էր գցելու համար, որ Պուտինը գնացի, տեսեք, բայց զեթնիկներն են ոռնում, իրենց ռազմական բլոգերները ոռնում են։ Հիմա ամենակարևորը, այս բոլոր այս աղմուկի մեջ, այո, ամենացավոտ բանը իրականում Դոնեցկի այն տարածքի հանձնումն է, իրականում այդ շատ բաները լուծվող են, շատ բաներ կկրճատվեն, հիմա շեք կարասախ կետերին անդրադառնանք, բայց ամենաչալաղաճ կետը, որ ինձ ուկրաինացիների համար վիրավորական է, դա այն է, որ իրանք Դոնեցկից դուրս գան, ընդ որում ռուսներն չեն մտնելու այնտեղ, համարվելու է ռուսական դե ֆակտո տարածք, բայց ռուսներն չեն մտնելու։ Այսինքն չեն գրավել, բայց ուկրաինացին պիտի դուրս գան այդ տարածքից, եւ այդտեղ անվտանգային ամրացված քաղաքներ։ Ամենակարևորը Ուկրաինան դառնում է Եվրամիության անդամ արագ, շատ կարևոր է, եւ մինչեւ ատամները զինված 600,000-անոց բանակով։ Հա, այնտեղ մեկ էլ հերահար հրթիռների վաճառքի սահմանափակման հարցն է քննարկվում, այսինքն որ տոմահավք չտան Ուկրաինային, բայց ուկրաինացիները սեփականը արդեն սկսել են արտադրել եւ զարգացնում են եւ ոչ մի բան չի խանգարում, օրինակ տեխնոլոգիաներով օգնեն Ուկրաինան ավելի կատարելագործի։ Ես հասկացա, թե Ռուսաստանը ինչ ազիջել է։ Հենց այդ, այսինքն տեսեք, Ռուսաստանի նպատակը ո՞րն էր։ Ռուսաստանի նպատակն էր Ուկրաինայում դնել սեփական մարդում կամ գրավել Ուկրաինան։ Ուկրաինան վերցնել տիրապետության տակ։ Մնում էր մեկ էլ ասեն եկեք եւ նստեք կառավարեք, այսինքն դրա համար եմ ասում, նայես մենք այսքան զոհ ինչի համար տվեց բա Ուկրաինան։ Դրա համար ես դրա համար դա եմ ասում, սա Պուտինի հաղթանակը չի։ Եթե մենք նայում ենք Ուկրաինայի համար վիրավորական է փաստաթուղթը, այո, վիրավորական է, ես այդ համաձայն եմ, բայց սա Պուտինի հաղթանակը չի, սա Պուտինի պարտությունն է, որտեղ նպատակը Պուտինի 3 օրում Կիևը վերցնելն էլ, այսինքն գլոբալ ասած, իսկ եթե Ուկրաինան դառնում է եւ Պուտինը այնտեղ նշված է հատուկ, որ Ուկրաինան դառնում է Եվրամիության անդամ, իսկ արտաքին քաղաքականությունը որոշում է, դուք գիտեք, տնտեսությունը։ Ուկրաինան դառնում է Եվրամիության անդամ եւ դրանով Պուտինի հավակնությունները Ուկրաինան մնում է անկախ եւ դառնում է Եվրամիության անդամ 600,000 միջև ատամները զինված բանակով։ Նորից եմ ասում, այս տարբերակները փոխվելու է։ Մենք հաստատ ես հիմա որոշակի ինսայթներ եմ ճշտում, մենք վաղը խոսենք, այո։ Փոխվելու է, կարող է դեպի վատն էլ փոխվի կամ դեպի լավն էլ։ Չէ, ես արդեն ունեմ տեղեկություններ, որ մի քանի բան կճշտեմ, վաղը խոսենք, արդեն ունեմ տեղեկություններ, որ այդ ձեր մտահոգությունից մի քանիսը կարող է եւ արդեն չկան, բայց խոսենք, հստակ կճշտեմ, նոր կասեմ։ Լավ, շնորհակալություն։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։